Բարլույս, սիրելի բարեկամներ, ձմեռ ցուրտ, Աշոտն մեքենան ետա տալիս, սպասի Աշոտ, հա ուզում անես դուրս գա, այն կողմով գնա, սպասի պայշակս տնեմ, սպասի Հակոբյան, ինքան ցուրտ է, ժողովուրդ ջան, դոբե Աշոտ, Հայրենակիցներ ջան, ողջույն ձեզ։ Մեքենայում բավականին սառն էր։ Մինուս ա եղել գիշերը։ Մինուս 4 ա եղել 5 մինչև։ Մի քիչ տակացրել եմ, հիմա արդեն շուտ տականա։ Տաքությունը չի զգացվում, հեչ Աշոտ ջան, բայց լավ ցուրտ է, ոչ չի զգացում։ Հիմա հերի դուրս դիտես ոնց կզգաս։ Ժողովուրդ ջան, լավ ցուրտ է։ Այստեղ ցուրտը, տակը, շոկը։ Չգդար։ Չէ, չգտա, լավ գտա։ Այս խոնավությունից է, էլի ցուրտը, իրոք ցուրտը։ Եթե օրինակ մինուս 2 աստիճան է, ուրեմն մինուս 4-5 ան զգացվում։ Բայց ավել արևի տակ որ կանգնենք շուտ կտականա մեքենային։ Արևը, հա, այդ լավը, բա արևել չէ, ներես ցուրտին վագոնը արև կա։ Խանութ ենք գնում ժողովրդյան։ Գնանք մի քանի բան եմ գրել առնենք։ Օրը շաբաթ, չէ, ներողություն, ուրբաթ է, չէ, ուրբաթ է այսօր, հա, օրը ուրբաթ է, հա, գնանք մի քանի բան առնենք, գանք երեկվա գործերը, դե երեկվա վլոգը եթե նայեցիք, տեսաք ինչ էինք անում ամբողջ օրը պահարաններով, բայց էլի պահարան կա հավաքելու, դրանք հավաքեցինք, բայց այն որ հագուստինը հա, զգեստապահարանը չենք հավաքել, այսօր կհավաքենք էտել, վերջապես բաճկոն բանել տեղավորեմ։ Ներքև։ Հա, ներքևում բաճկոնների համար է, այդ մի րոպե այստեղ նայենք։ Որ խանութն եք գնում։ Հիմա մենք գնում ենք, մի հատ ուզում ենք գնանք պլիտա առնենք։ Գնանք։ Հետո, դա մշտակ Հիմա չէ։ անոր։ Հա, դե ուրեմն գնանք այդ գամայից պիտի առնենք, պիտի արդեն ուշան շուտ պիտի ասենք։ Հա, լավ, ուրեմն գնանք լիտելի է այդ դեպքում։ Գնանք կոլրայթ գնանք։ Չի, կոլրայթը ցուրտ է, այդ սուպերմա ցուրտ է, հիմա ես չեմ ուզում ընդ հատկապես դրանց այդ բանջարեղենի բաժինը ոնց որ մեծ սառնարան, չեմ ուզում գնանք հիմա լիտել, այդ մի քանի բանն այնտեղից առնենք, կաթ էի ուզում, ասեցի չէ, ուզում էի բրինչիկ սարքել, կաթ չունեի, բուսական կաթ էր տունը, մի քանի բան այնտեղից առնենք, ինչև է կմիանանք ժողովուրդ ջան։ Մի օր արեցին իրանց տոնը Սուրբ Ծնունդն ու վերջ, այսօրվանից էլի մարդիկ գործի են։ Հիշում եք, մենք նոր տարվա օրերին մի 2 շաբաթ ազատ էինք լինում, իբր այնքան հարուստ երկիր էինք այնքան, որ կարիք չկար աշխատելու էլի, մի 2 շաբաթ տոներ էինք, ուրեմն ուտում խմում քեֆ էինք անում։ Այստեղ մի օր աշխատեցին մարդիկ, այսօր գործի են։ Մեկ էլ 31-ին, մի օր ազատ, հաջորդ օրը գործի են։ Լավ արև է։ Բանան, կամ կանաչը շատ, կամ հասածը շատ։ Դոպե, այս շատ հասած էլ չի ուզի։ Հա? Ոնց անենք լնայք, կամ շատ կանաչա, կամ շատ դեղինա։ Մի հատ լավ ես հասածը վերցնեմ։ Մի հատ էլ կանաչ չէ վերցնեմ, Աշոտ, սպասի։ Մի հատ էլ կանաչ։ Ես կիսա կանաչ վերցնեմ, հա լավ ես վերցնեմ մի հատ էլ։ Մի հատ նարիջ վերցնեմ։ Լնայինք ոնց է։ Հա, դե երեկ էլ փակ ա եղել, նոր ապրանք երևի չեն դրել, լավ ես վերցնեմ։ Մի հատ էլ երևի գրեյփֆրութ վերցնենք, եթե իհարկե լավն է։ Ինչ էլ տաք էր։ Մի հատ վերցնեմ։ Հա, մի հատ էլ բան ա պետք։
հատ էլ գիտրոնա պետք, մի րոպե տեսնեմ, այս վերցնեմ, Աշոտ այնտեղ հացա վերցնում, ավոկադո վերցնենք, մի հատ կիվի վերցնեմ, րոպե, ասեք բիթլով վերցնեմ, ես վերցնեմ, թե այս ավելի լավն է ոնց որ Мыслишь, что за операйды? լբացի շուտ այդ փագի, այն վերևի խաչով փագի Где как? գազար վերցնեմ մի րոպե տեսնենք հələ լավ գազար կա ես լավ գազար կա ես վերցնեմ տան ունեցածի թթվի մեջ կլցնեմ մի րոպե նայեմ հələ եթե լավ էս Эти хошородели лавно. բայց նայի հələ լավ Ne kadar var bana? Stageri aynı մի րոպե Aynı. կվերցնես դու վերցրա շուտ Borçanın meçi laf geldi. մի ինգեջ է ահա բայց մի քիչ այդ բաները հանի էլի այդքան ահա չանի տունը մեզ սիբիլ չսարքին ահա այն մի քիչ են կողմից հանի ու այդ դրանք էս մի հատ կաղամ էլ պետք է վերցնեմ այս սուր կաղամներից սուր գլուխներից արի լավ շուտ մի րոպե կանաչեղեն դիտելի չեմ առնում սխտոր ունենք բայց ցուցակ եմ գրել գիտեք չէ բայց եկել խանութում սես նայելով եմ ուզում որոշեմ ինչ պիտի վերցնեմ ինչ չվերցնեմ մի րոպե այս նեխուրը դտենք Չէ, սրա կողքը փչացած է, մի հատ նայենք առողջ բան կարանք վերցնենք Սպիցկոլ կարող այս անգամ թթվի համար ես կաղամբից վերցնեմ նրանք այն կլորներ այնքան ձիգ են ծամել չի լինում հա մի հատ սրան ես լավ վերցնեմ մի հատ մի րոպե նայենք Աշոտը ինչ է այնտեղ տեսել մի րոպե գալիս եմ Աշոտ մի հատ վարունգ մի հատ արտիշոկ վերցնենք մի հատ որն է 4 հատ կիլոն 654 է paprika mix բուսականց էլ երկու հատ վերցրա ես հա երկու հատ վերցրա ես բան անեմ այս մյուս կաթերից էլ վերցնեմ բայց յուղային չեմ վերցնի էլի մի րոպե նայեմ հələ շատ վաղուց այս կաթերից չեմ վերցրել տեսնեմ հələ այն ամաններովը որն էր այս կարծեմ յուղային է շատ չէ Չէ, յուղային չի, սրանց էլ յուղային չի, հլը բերա շուտ, սրանից էլ կվերցնեմ, այս սրանցից։ Երեք հատ։ Մի հատ ցետ վերցնեմ, ցիտապտխի։ Գնանք այս տոմատներից առել եմ, հա, էլի վերցրա դե բան էլ չունենք այս ինչ անունը մի րոպե տեսնեմ ասեմ անունն ինչը անդալրոս բան չկա մյուսից, հա, էսա սամուրայ մի հատ է սամուրայ սոս վերցնենք
Լավ, միած սրանց ուրեմն վերցնենք հենց բայց սովորական տոմատ տեսնում ես դու լնայ Սովորական տոմատ։ հա Ուրա տոմատ է սովորական։ Սրանք չի սովորական հա չի սովորական լավ է հայկական խանութից առել եմ պետք չի մի հատ վերցնեմ ունենք մի քանի հատ տունես Իրոք էստեղ բակ բուտեր հա բան մի հատ խրեցուցիչ տեսնենք Աշուտ շաքար առել էիր չէ դու մի երկու հատ էլ երևի էլի ալյուր վերցնեմ ոնց որ մի 4 հատ տունը բայց մի երկու հատ էլ վերցնեմ մի հատ սրանից կվերցնեմ մի հատ էս ընկուզից կվերցնեմ Էս խառից մի հատ էլ վերցրա էդ էլ հաշուտ դու վերցրա էլի ահա էդ հավի աղացած միս եմ նայում էսա կա բայց խառնած է համեմունքներ բաներ չեմ սիրում այսպես էս լիդլի աղացած մսերին որ խառնում են իրանք ամեն ինչ այսպես էլ որ առնեմ ես մսաղատ չունեմ ուրիշ խանութից ուրեմն մսի խանութից պետք է հենց առնեմ ասեմ իրանք աղան տա Էս էլ երշիկ բանն այս երշիկը բլութվորստ արյունով երշիկ ինչ էլ զզվելի է ինչ խոզի արյունից է սարկացա երևի բա ինչ զզվելի է խոզի մսը թե չէի սիրում ավելի շուտ սկսել էի չուտել հիմա ավելի զզվել եկավ Չնայած մարդկա կարող է սիրում այս ինչ էստեղ պիտանի բան չկա դե ուրեմն դրանք չգիտեմ ինչ է խոզինը միշտ մի րոպե նայեմ ֆլեսբրոդի շատ գիտեմ իբր ես գիտեմ ֆլեսբրոդը որն է ինչ մսով հաց թե բառացի չպետք է թարգմանենք խոզի մսով է հա խոզի մսով սարկած ինչ-որ բան է գնացինք մածուն վերցնենք Կոմից բան պետք չի, շուտ արի գնանք մածուն վերցնենք, պանիր վերցնենք, էդ ինչ է, ես զզվում եմ դրանից, ոնց եմ զզվում դրանից, դե դու վերցրակ էր, կրեվտ, ինչ զզվելի է չի ժողոր, նայք, կիլոն 50 եվրո արժի, կիլոն 50 եվրո, մի հատ է, ես մի աման է, երևի կես կիլոյ է, հա, էլի 25 եվրո, Պատկերացրեք ինչա չէ ժողովուրդ չան Ինչ է սրանն աշուտ հայերեն Կրևետկան երևի մանրերն է վերջը սրանցից է Ոյ իմ զզվելը գալիս ասես նայում եմ Այն հանեմ նգարի պար Չէ Մի հանի Ես իրանից վախենում եմ մի հանի Կարող է կենտանանա մեզ ուտի Սպանի ռեղենից մի րոպե նայեմ ինչ եմ վերցնում Հա սովորական ֆետա աշուտ Էսա Այ, ես, մի րոպե Չես ֆետա չի Այս ֆետայից պետք է վերցնեմ երկու հատ Դերաս պանիր պետք չի համեք էլ բուտերբրոդի պանիր եմ ուզում Բուտերբրոդի կիսայողայինն եմ վերցնում Ես մեկ էլ մածուն կվերցնեմ Կարող է ռուկոլա ինձ պետք է չէ կրեմային բան չեմ սարքում չէ պետք չի գնացինք ժողովուրդ ջան Աշոտ ուզում եմ կիսայողային մի հատ վերցնեմ, բայց չգիտեմ, սրանք յողայինն է, էդ է կիսայողայինը։ Սրանք լավն են, չէ, իրոք շատ լավն են սրանք։
Կարակ վերցնեմ, ֆետա վերցրել եմ, հա, ֆետա վերցրել եմ, բասի կարակ էլ վերցնեմ, այս կարակից վերցնենք էլի, մի հատ սարած հապալաս, ես իմ ձև են դրել, բացել լցել են էլի, աշխատողները երևի չխայնացած են արձակուրդից հետո գործ են եկել, բացելուս են չխայնացած լցրել են էլի, մի հատ էլ մալինա վերցնեմ այս անգամ, ելակ, որովհետև ունենք, ոնց որ այսօր վերջինը մուրաբա սարքեցինք, հիմա այստեղ մեկ էլ ուզում եմ վերցնեմ մեր ավանդական սառած ոլորը, առանց սրա չի լինի, այս կողմն էլ վերջ գնանք լվացքի հեղուկ էլ վերցնենք, եսե ոնց որ բան պետք չի, հա չէ, այստեղ էլ չէ, գնացինք, արյա շուտ գնանք լվացքի հեղուկ էլ վերցնենք, մի վարկյան ժողովուրդ ջան, էսա, աշուտ ուր դնեմ, այս կողմը, հացի վրա չդնեմ, չէ, մի հատը սպիտակի վերցնեմ, սպիտակինը քիչ էր մնում, այստեղ ոնց որ վերջացրինք ժողովուրդ ջան, մեր լավ ընկերներին հանդիպեցինք, ուրախացանք, կարճ զրուցեցինք, հիմա գնա, հա, ամանի հեղուկ, սպասի աշուտ, ամանի հեղուկ, ուր այն փոքրերից, մեծ ամաները վերցնել դնել չի լինում, փոքր էս են, մի անգամից երկու հատ էլ ամանի հեղուկ վերցնենք, ոյ, մազերս, մի հատ էլ քաշովի անձեռոցիկներից վերցնեմ, այս տուփը ավելի սիրուն է, աշուտը հասավ կասա արդեն գնամ, դու սիրուն դասավորում ես, ես չխանգարը, այսքանը մնաց ես էլ տեղավորի ու այս ընկույզները ես միշտ ակցիոնից առնում եմ, փասոն ենտեղ էլ ավելի թանկ է, բայց այստեղ լիդլում ավելի է ժաներ, սրա կիլոն այստեղ 20 եվրոյից մի քիչ պակաս է, իսկ ակցիոնում փասոն 22 եվրո էր, 23 եվրո էր կիլոն, շուկայում էլ դրանից մի քիչ ավել, այնպես որ ցույց տամ, իմանաք, որ լիդլում փասոն է ժանա սրա կիլոն, չնայած 200 գրամ, այնտեղ էլ է ոնց որ այդքան կամ ավելի փոքր էր, չէ, այս մի քիչ մեծ է, ակցիոնն ավելի քիչ է մեջը, կարծեմ, մնաց մի հատ աշուտ, սրանք էլ լցնես ու վերջ, սրանք դնեմ առաջ, այք ինչքան դատարկ է պարկինգը, շատ մարդ չկար խանութում էլ, աղացած միս այստեղ չկար հարմար, հրիվ համենված էր, պետք է գնանք ուրեմն մսի խանութ, գնանք այնտեղից համ դավարի աղացած միս եմ ուզում, համ էլ հավի աղացած միս եմ ուզում, եթե չունենանք ասեմ փողաղան տան, այդ պետք է առնեմ, հետո մարոլ այստեղից էլ որոշել եմ չառնեմ լիդլից, մարոլ կառնեմ ու սպանաղ ու այսպես շարունակ, այնտեղ արդեն տեղում կնայեմ, պես հայլա կկանգնասեմ, իջև աշոտը գա, էլ հավեսից չի գալիս, որ ես մեքենա քշեմ ժողովուրդ ջան, պատկերացնում եք, անտեղի արեցի այս ամեն ինչը, հիմա էլ հեչ հավեսից չի գալիս, այդ երևի նպատակ էր էլի, որ նպատակ էի դրել, վարդական իրավունք հանեմ, արեցի, հիմա չեմ ուզում, հավես չկա, չգիտեմ, իսպես ինձ ավելի հանգիստ իմ համար նստում եմ, էլի լարված չեմ, այս սրա մեջ բան չկա, հա ոնց որ, չէ չկա, ծառողին արդեն լրիվ ծառերը տերևաթափ են եղել, բայց սիրուն է մեկա տեղը, գետի եզերքով, սիրուն ծառուղյա,
Հիմա գնանք են մնացած բաներն էլ առնենք ու գնանք տուն։ Տանից որ դուրս եմ գալիս, օրը ոնց որ արդեն ժամանակը դե ծախսվում է շատ է բանանում, ժամանակակորում։ Արդեն ժամը 2-ն է, պատկերացնում եք։ Առավոտ մարդ չի ուզում տեղից վեր կենա, որ ցուրտ է։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա գնանք այդտեղ էլ նայենք, այդ մսի հարցներ լուծենք ու գնանք տուն։ Էս ինչ է անում ես այդտեղ կանգնած, մի րոպե տեսնենք հələ ժողովուրդ ջան։ Հա, անցնում ենք, մի րոպե, տեսնենք ինչ են հակել ես իրանց միջոցառում կա, հա, փեշերով իրանց տղամարդիկ են։ Մարդիկ երեք հանգստացան, այսօր արդեն դուրս են եկել։ Ժողովուրդ ջան, մի օր կիրակի օրեր մեզ էլ շտապ մի հատ տեղ էր պետք։ Նայեցի այդ ապոտեկը բաց է, տեղատունը բաց էր։ Մեզանց ահագին հեռու էր, երևի մի 2-3 կիլոմետր, ու որոշեցինք ոտով գնանք այդ տեղատունը։ Գնացինք, ինչ որ պետք էր առանք, վճարեցի, տուն եկանք էլի ոտքով։ Տանը նայեցի, հանկարծ հիշեցի, ասի, բայց ինչի այդքան վճարեցի։ Կտրոնը նայեցի, տեսնեմ ես 2 հատ տեղ էի առել, բայց 3 հատ էր կտրոնի վրա։ Զարմացա, 4 թե 5 եվրո, 5 եվրո ավել։ Զանգեցի, ասում եմ, ես նոր ձեր մոտից ես բաներն առա, ես ինչ 5 եվրո է կտրոնի վրա, ասում է, էդ էլ որ կիրակի օրը բաց ենք, աշխատում ենք, էդ էլ դրա համար է։ Իսկ կիրակի օրը բաց են, աշխատում են, չկաշում։ Կիրակի աշխատում են, մենք պետքա դրա համար իրանց վճարենք, որ բաց չլինեք չեն տկահում ենք, այ քեզ բան, պատկերացնում եք կիրակի օրեր, եթե տեղատունը աշխատում է, ուրեմն դրա համար դուք պետքա վճարեք։ Այս կողմերը շատ ենք եկել, բայց հենց այս պարկինգ չէինք եկել, ինչ ես սիրուն պատ են սարքել, նկարել, նկարներ կպցրել։ Շուտը գնաց պարկինգի համար թուղթ տանի, առաջ կես ժամը անվճար է, հիմա այդ երևի կհանի, որովհետև կես ժամը հերիք է, առևտուր անենք գանք։ Հա, ստացվում է շուտ։ Ստացվում է։ Պետք է որ ստացվի։ Արի Հակոբյան, արի։ Գնանք շուտ առնենք, գնանք։ Ցուրտ է, բայց որ արև կա արդեն, ոնց որ ինչ էլ չլինի, արև իր ջերմությունը տալիս է։ Այսա այս շորերը գցելու բան կար, մի 2 բան կար թափելու, առանցիկ կդնեմ, հեսա։ Ամեն տեղ էլ կա դրած, ուղղակի հիմա դիմացով անցանք։ Հերթական խանութից էլ դուրս եկանք, այսօր զուգադիպությունն է մեր ընկերներին, համ Լիդլում հանդիպեցինք, համ էստեղ հանդիպեցինք։ Այդքան փոքր է Բելգիան։ Մենք հլը ճամփեքին ենք ժողովուրդ ջան։ Պետք է մտնենք մի հատ էլ, ուզում ենք մի հատ պլիտա առնենք, հանկարծ հիշեցինք, մեքենայի դռները իրանց փակվեցին։ Հիշեցինք, որ այդ խանութում բան պետք է ետ տանք ու մոռացել հետներս չենք վերցրել։ Մեր տան մոտ ենք հիմա, այդ Աշոտն իջավ բերի, էսա եկավ, գնանք ես էլ ետ տանք, դռները փակվել են Աշոտ, ու պլիտան առնենք նոր տուն կանք, առևտուր մեքենայի մեջ այսպես ման ենք գալիս քաղաքում։ Ես որ իջա գնացի դուրս փակվավ։ Հա, ինքը իրան փակվավ դռները, ես գերի էի ընկել։ Պլիտան էլ վերցրինք, էլ այս տեսակից վերցինք յուղով պլիտաներից, այս ավելի հարմար էր։ Ես էլ տեղավորենք ու գնանք։ Այս բանը վերցրել։ Այս էլ չմոռանանք, հա։ Չէ, ժողովուրդ ջան, վաղուց ես մեքենա չեմ վարել, պետք է մեկ ես նստեմ։ Թե չեք մոռանամ։ Ջոպես մեքենան կանգնի, ես գնամ։
Բաղցես չեմ նստել մեքենայի ղեկին, աշուտ ասում են մոռացել ես, բայց չեմ մոռացել։ Չեմ մոռացել, չէ։ Մեծ պլիտա էլ կար, բայց մենք փոքր է վերցրենք, որովհետև սենյակը փոքր է, հերիք այդ փոքր է։ 25 քառակուսով համար էր որում։ 16 քառակուսի։ 16 քառակուսի, ուրեմն հերիք է էլի։ Ոչ եմ մտնում գարաժը։ Լավ։ Դե դուրանցով դեպի հետ կարի։ Անջատեմ, չէ՞։ Չէ։ Ոնց որ չէի մոռացել, այնտեղ աշոտ իհարկե միշտ նկատողություններ անում, բայց թե ինչ արած գնացինք դատարկենք առևտուրը։ Դիտելի առևտուրը էլ ձեզ ցույց չեմ տալիս, չտվեցի, արդեն տեղավորել եմ։ Մենակ այն մի խանութի առևտուրն եմ ուզում ցույց տամ, որը որ խանութում ցույց չեմ տվել։ Մոշ վերցրի 2 հատ, մեջ ամեն մեկի քանի հատ կլինի, մի 10 հատ, 15 հատ կլինի։ Սեղչել էին էս, արժեր մի հատը 1 եվրո։ Մի րոպե այնքան 125 գրամ է, հա։ Մարոկոից է գալիս։ Ես չգիտեմ, էլի դրսից եկած ելակա, թե իրանցն է։ Այնտեղ մի րոպե տեսնեմ, այստեղ գրված է, թե չէ։ Չէ, այստեղ վրան չի գրվում։ Այնտեղ գնի մոտ պետք է այս նայած լինեի։ Մի հատ ելակ վերցրի, այդ ինչքան տոպրակ եմ հավաքել բերել։ Մի քանի հատ մանդարին, որովհետև հեշ լավը չէր, կիլոն արժեր 3 եվրո, լավ մանդարին չի, այնքան որ վերցրի, տանը մի 2 հատ կար։ Համեմ եմ վերցրել 2 կապ, ջոկեցի ամենատակերից մի քիչ հաջող համեմ վերցրի։ Սպանախ էս, ես չգիտեմ, ժողովուրդ, էս են սպիտակ բանի, սպիտակ բազուկա ճակնդեղա դրա թփերն են, չէ՞, ինձ թվում է։ Այն իսկական սպանախից չկար, այսինքն կար շատ վատներ, չառայետ, ես 2 հատ սրանից վերցրի, մի հատ պանիր վերցրինք, այստեղ գերմաներենով էլ է վրան գրված, հասկացանք ինչա գրած, որովհետև այս խանութ որ գնում ենք, արաբի խանութ է, 45% յուղայնությամբ պանիր է։ Ընդամենը մի հատ նուռ եմ առել զարդարելու համար։ Այն անգամ չգիտեմ, երևի չէի վճարել, այն մի խանութում մնացել էր։ Վերցրել էի որ առնեի, բայց տուն եկա տեսա չկա։ Այս մսոտ լավ բիբարներից եմ վերցրել։ Այսա շատ լավն են սրանք։ Կոշով, այսպես կերած խմած բիբարներ են։ Այստեղ մի 3 հատ սմբուկ եմ վերցրել, մեկ էլ տեսար մի բան սարքեցի, ես էլ չգիտեմ, ինչ այնքան որ վերցրել եմ, կարող է վաղցան ինչ որ սարքեմ, չգիտեմ, գույզով ու թթվասերով։ Այստեղ ինչ, հա, քաղցր կարտոֆիլ եմ 2 հատ վերցրել։ Եթե չեմ սխալվում, կծու բիբարն է, հա, ես էլ իբր ջոկեցի, այսա, սրանք պետք է որ իրոք կծու լինեն, մի հատ էլ ես տեսակից վերցրի, չգիտեմ, քաղցր պղպեղը երբեք շատ չի լինում, ես ոնց որ լոլիկն է, հա, լոլիկ վերցրի, այդքան ոնց որ լավն էլ չի, բայց վերցրեմ գինը կարծեմ 2.79 էր կիլոն։ Ես էլ ինչ էր, ես էլ նայեմ ինչ է, հա, ես էլ մի քանի հատ ձևի համար կանաչ խնձոր եմ վերցրել։ Խնձոր, ես որ մի տեսակ կա, մենք միշտ առնում ուտում ենք, եթե աշոտ սիրում ենք, բայց շատ շաքար է պարունակում։ Ես ես կանաչից մի քանի հատ վերցրի, բայց ես էլ այնքան սարդ է, անգամ եթե կլեպը հանում եմ, էլի շատ դժվար է ծանվում։ Ամեն դեպքում վերցրել եմ, կարող է ինչ-որ սմուդի բան սարքեմ, մեջ լցնեմ, չգիտեմ։
Այսքան բան արանք, այս խանութից կողքնել մսի խանութ կար, այնտեղից էլ միս արանք, հավի միս էի ուզում առնեի, աղաց ասեցի մս աղաց չունեմ, չեմ առնում զուտ տեղի համար, գիտեք այդ դրա համար չեմ առնում, 1000-ից մեկ պետք է ասենք միս աղամ, ինձ ժամանակ ոնց որ բան անեմ, ինձ հեշտ է, երբ որ ես պատրաստի աղացած եմ առնում, բայց իրոք կուզեի, որ ես աղայի, ինչև է, պետք է ընտրեմ, կամ են, հիմա հավի միսի այդ խանութում ասեցի, իրանք աղացին տվեցին, մի եվրո եմ վերցնում աղալու համար, հավի կրսկամիս հենց ֆիլեն եմ վերցրել, կարծեմ չէ, կիլոն արժեր 9 եվրո, մի եվրո էլ վերցրել են աղալու համար, 2 կիլո հավի կրսկամիս եմ վերցրել ու այնտեղ էլի մսեղ եմ վերցրին, կաշոտը դրել սարցարան, այդ մսեղենը ինձ այդքան շատ չի բանանում էլի, ավելի շատ ուրախանում, չէ ես ուտում եմ միս, բայց ամեն դեպքում ավելի շատ բանջարեղենի վրա եմ ուրախանում, ինչևէ սիրելի բարեկամներ, հիմա հետագա պլաններս են, մի հատ արագ գնամ ակցիոն նայեմ բլինչիկի հարմար թավա իրանք ունեն թե չէ, գամ տուն, մի բան թխեմ ու թթու պետք է դնեմ, ծաղկակաղան բան եմ առել, ուզում եմ անպայման մի հատ էլ թթու դնեմ։ Վլոգը սրանով վերջացնեմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Լավ մնացեք, չեմ ուզում որ շատ երկար ձգեմ, որ չձանձրանաք։ Հաջողություն։